Մինչև ընտրությունների օրը 700 եւ ավել քաղաքացիների ձերբակալում, ընտրություններից հետո շարունակվում է այս ամենը, կայացան ընտրությունները, խնդրեմ այս մասով հայտարարակ որոշմանը ձեր արձագանքը պատահական էր արդյոք, որ ընտրություններին անմիջապես հաջորդեց հենց Հաջիևի գալը Հայաստան եւ հենց հիմա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնունխել զրկելու հարցը, այո։ Համեցեք գիտեմ նաեւ տնտեսական թեմաներով էլ բավականին շատ թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է որ պատրաստ լինեինք այն սցենարին, ինչ որ այսօր ունենք։ Ես քիչ հավանական եմ համարում Հայաստանում գտնվի գեթ 1 գիտակից անց, որ կասկած ունենար Նիկոլի կողմից այսպիսի ծայրահեղ հանցագործություններով լցված ընտրություններ, ծայրահեղ։ Այնպիսի դեպքեր, որոնք երբևէ Հայաստանի անկախությունից հետո երբևէ Հայաստանում հնարավոր լիներ, որ կիրառված լինեին։ Ես ոչ միայն Հայաստանում այսպիսի ընտրություններ, ես կարծում եմ աշխարհում որևէ մի երկրում էլ տեղի ունեցած չէր լինի, նույնիսկ ամենաբռնապետական երկրներում։ Բոլոր դեպքերում մենք արդեն ունենք այն, ինչ ունենք, եւ սպասելիքներ ունենք գործնականում ոչ թե բնականաբար Նիկոլ Փաշինյանի, նրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ դատական համակարգի վրա, այլ հույս ունենք մենք մեր ընդդիմության վրա, որը կարծես թե ինչ-որտեղ դանդաղկոտություն է ցուցաբերում եւ որը կարծես թե ժողովրդի կողմից չի ընկալվում այդ դանդաղկոտությունը։ Ինչևէ, տեսեք, մինչև ընտրություններ մենք բազմիցս ասում ենք, որ պետք չէ տրվել Նիկոլի մանիպուլյացիաներին։ Պետք է անդադ զերծ մնալ Նիկոլի կողմից նետված խոսույթներին։ Տեսեք, Նիկոլը կրկին անգամ գործեց թուրքական դիվանագիտական սկզբունքով, բաժանիր որտիր ես գաղափարով։ Նա ինչ արեց։ Մինչև ընտրությունները իր ուրախ ավտոբուսով շրջագայելով հանրապետության տարբեր տարածքներ, սկսեց թիրախավորել ընդդիմությանը, հատկապես մեկ գաղափարով, որ բոլոր ընդդիմադիրները քվեներ են հավաքում, ձայներ են հավաքում Ռոբերտ Քոչարյանի համար։ Այս խայծը շատ ընդդիմադիր գործիչներ կարծես թե կուլ տվեցին եւ ամեն մեկը իր հերթին հայտարարություն տարածեց, որ մենք մեր ձայները չենք տալու Ռոբերտ Քոչարյանին։ Եվ ինչ, հիմա տվեցիք Նիկոլ Փաշինյանին։ Այս է արդյունքը։ Նիկոլ Փաշինյանին մենք պետք է պատկերացնենք, որ նա ընդունակ է ամեն ինչի։ Ես միշտ ասել եմ, անկյուն քշված առնետը պատրաստ է կծոտել բոլորին։ Նա պատրաստ է ամեն ինչի նա լավ է հասկանում, ընտրություններում պարտվելը նրա համար կյանքի եւ մահու խնդիր է։ Հետեւաբար նա գնաց ամենածայրահեղի, ինչը նաեւ իր այսպես ասած ժողովրդավարական բաստիոնի ամենակարևոր սկզբունքներից մեկը արդար ընտրություններ իրականացնելը։ Բայց բոլորս տեսանք, որ նա դառավ ժողովրդի ձայնի գող, քվեի գող։ Եվ նույնիսկ արդեն բազմիցս մեր գործիչները հայտարարել են, որ ընտրության գիշերը ժամը 2-ին, որ դեռևս ընտրական տեղամասերի հաշվարկը 10%-ով չէր իրականացվել, նա արդեն հայտարարեց իր հաղթանակի մասին։ Եվ շատերը փորձում էին այդ հաղթանակը նկարագրել, թե տեսեք ինչպիսի վախվորած են։ Սիրելի հայրենակիցներ, սրանք վախվորած չեն։ Սրանք էլ չեն վախենում։ Նրանք հասկացան, որ կարողացան խաբել ժողովրդին։ Այօնակ մեր ընդդիմադիր գործիչները կարողացել են վերլուծել ինչն էր պատճառը, որ 21 թվականի համեմատությամբ Նիկոլ Փաշինյանը գրեթե 100,000 ձայն ավել ստացավ եւ ընդդիմադիր Հայաստան դաշինքը մասնավորապես ուժեղ Հայաստանը 21 թվականին չէր մասնակցում։ Հայաստան դաշինքը 100,000 ձայն ավելի պակաս։ Ինչն էր պատճառը, վերլուծել ենք արդյոք։ Մենք փորձել ենք գնալ ամեն մի ձայնի հետևից։ 21 թվականից հետո մենք կարողացել ենք լիարժեք կապ պահպանել մեր հանրության հետ։ Դուք տեսեք, այդ ձայների պակասը շատ ավելի կապված է գործնականում մեր ոչ ճիշտ եւ ոչ թիրախային աշխատանքի հետ։ Բնական է Նիկոլ Փաշինյանին մենք պետք է պատկերացնենք, որ նա սպառնալիքներով, կաշառելով ամեն ինչ անելու էր։ Միթե մեկը կասկածում էր, որ նա գնալու է այդպիսի քայլերի։ Բայց նաեւ ցուցիչ է այն, որ 50%-ից ավել մեր հայրենակիցները դեմ են թրկացմանը, դա այսպես ասենք, հələ այսքան ընտրակեղծիքները, որ իրենք իրականացրել են վարչական ռեսուրսը կիրառել է,
դրա ցուցանիշով։ Պատկերացնում եք իրական թվերը գուցե հենց 70% եւ ավելին է դեր։ Չէ, գիտեք դրա մեջ ճշմարտություն կա, բայց դա ժողովրդի բառով ասած սրտի հովանք ենք համարում։ Փաստացի 700,000, 726,000 անց ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Բնականաբար, ներողություն, բնականաբար, ես կարծում եմ 50 եւ ավել տոկոսը կեղծիքներ են եղել։ Նա կարողացել է դա անել։ Թվերով ներկայացրեց, թե իրականում մաքսիմում Նիկոլ Փաշինյանը 300,000 ձայն։ 300,000 ձայն, ինչի պետք է ունենար։ Դա էլ է աղետ։ Դա եւս աղետ է։ Բայց մենք մոռացանք նաեւ աղետ ավելի շատ լծակներ նաեւ օգտագործեց Նիկոլ Փաշինյանը։ Դուք տեսեք այնպիսի ուժեր, որոնք հանրության մեջ մեկ-մեկ առհամարանքի, մեկ-մեկ անտարբերության էին ունենում, դրսևորվում։ Բավականին լուրջ ձայներ հավաքեցին։ Տեսեք բոլորին դեմ քաղաքական ուժ հանդիսացող կազմակերպությունը, կուսակցություն են համարում, որը փողոցում ներողություն ձևակերպման համար մուկ էր տշում, բոճկա էր գլորում, հաղորդման ժամանակ պոպկորներ ուտում 21,000 ձայն հավաքեց։ Սա ցույց է տալիս մեր ընտրազանգվածի ընկալումը, նրա գիտակցական մակարդակը։ Շնորհապետական կուսակցությունը, որը գոյություն չի ունեցել, 30,800 ձայն հավաքեց։ Նոր ուժը Հայկը Կարքին Հայկոն 25,000, Միասնության թևերը 33,644։ Արման Թաթոյան, բազմիցս ասում ենք, չէ՞ որ մի մասնակցեք։ Մյուսների վրա ես հույսս այդքան չեմ դնում, բայց դուք կարող եք միանալ ավելի խոշոր ուժերին։ Դուք տեսեք, դոկ կուսակցությունը գրեթե 21,000 ձայն է հավաքել, ներողություն 26,000։ Այս 5-ը միասին 130,000 ձայն ավել կորուստ ենք ունեցել։ Հետո ասում ենք փոշիացումը ինչպես եղավ։ Մյուս մանրները չեն քաշվում։ Այսինքն մենք խոշոր ուժերով չկարողացանք հանրությանը բացատրել, որ ամեն մի ձայնի կորուստը դա գնում է դեպի Նիկոլին։ Մենք չկարողացանք բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը այս մյուս ուժերի թիկունքում կանգնած է։ Եվ զերծ է մնում բոլորին այդ մասին ասելու, բայց շնորհապետականի մասին, բոլորին դեմի մասին ես կարող եմ հանգիստ ասել։ Այս է հետևանքը։ Չէ, պետք է մտածենք, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը ծալած նստելու է։ Գիշերը հայտարարում է, որ ինքը արդեն հաղթել է, եւ նրան Վրաստանի վարչապետն ու Մակրոնն ու Եվրոպայի խորհրդի նախագահն արդեն շնորհավորում։ Չեք տեսնում, որ հիբրիդային պատերազմը Հայաստանում իրականացվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Թուրքիայի ու Ադրբեջանի ուժերով եւ ոչ Ռուսաստանի։ Բնականաբար ես հիմա այդ հարցին եւս կանդրադառնամ։ Եվ պարոն Պետրոսյան, երբ որ անդրադառնաք, խնդրում եմ, ելի հիշեցրեք Հաջիևին որ քաղաքով եք մանտարես։ Դիլիջանում իհարկե։ Որտեղ Ռուբեն Վարդանյանն, այո, Ռուբեն Վարդանյանն է ստեղծել։ Մենք կանցնենք նաեւ այդ հարցին իհարկե։ Նախ մինչև այդ։ Հիմա տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց եւ պաշտոնապես հայտարարեց ընտրությունների հաղթանակի մասին, որը հաղթանակել էր Նիկոլ Փաշինյանը իր 49%-ով։ Բայց ամենացինիզմը ընտրական հանձնաժողովի Վահագն Հովակիմյան կոչվածի այն էր, որ 3 ընտրատեղամասի քաղաքացիների ձայները զրոյացրեց ամբողջությամբ։ Դուք պատկերացնում եք, մարդիկ գնացել են ընտրության, մասնակցել են ընտրատարածքում, իրենց ձայնը տվել են որևէ մի ուժի, հիմա դա համարում են 0 եւ առ ոչինչ։ Բնականաբար դա արեցին Բարգավաճ Հայաստանի դեմ ուղղված պայքարի արդյունքում։ Չէ՞ որ Բարգավաճ Հայաստանին դուրս թողելով նրանք կարողացան ստանալ արդեն 3/5-րդի արդեն ձայները եւ կարողանում են փոփոխություն անել սահմանադրական օրենքներում։ Դա բերելով շատ ավելի լուրջ վտանգների։ Մեր հանրությունը մեկ-մեկ մտածում է, որ նա սահմանադրական մեծամասնություն չունի։ Բայց չէ՞ որ դուք պետք է հասկանաք, սիրելի հայրենակիցներ, որ Նիկոլ Փաշինյանի համար օրենք, օրենսդրություն, իրավունք, սահմանադրություն գոյություն չունեն։ Նա հանգիստ անցնելու այդ սահմաններով։ Սահմանադրության մեջ կկատարի անհրաժեշտ փոփոխություններ։ Հիմա ասում եք, թե հանրակրվեի միջոցով պետք է հռչակագիրը հանի։ Լավ, քավլից ընդունենք հռչակագիրը սահմանությունից չանեց։ Բայց սահմանադրական օրենքներում կկատարի մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, սահմանադրությունից կհանի եկեղեցու բացառիկ դերը, դրույթը կհանի։
Կհանի սահմանադրությունից, որ սահմանների փոփոխությունը կարող են կիրառվել հանրակրվեի միջոցով։ Սահմանադրական նորմը դուրս կբերի եւ ինքը Հայաստանի սահմանները հանգիստ կհանձնի Ադրբեջանին։ Եվ ինչ կարծում եք, որ նրա համար անհրաժեշտ է անպայման սահմանադրության փոփոխություն, ինչ խոստացել է Ալիևին նա կկատարի։ Հիմա տեսեք Հաջիևը դեռևս ընտրության պաշտոնական հայտարարությունը չլինելով ընտրության արդյունքների, Հաջիևը գալիս է Դիլիջան, հանդիպում է Արմեն Գրիգորյանի հետ։ Ըստ տարածված տեղեկությունների Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարել Իջևանում։ Գուցե եւ նա էլ է հանդիպել, տեղեկությունները փակ են եւ չեն հրապարակվում։ Եվ այն Դիլիջանում, որտեղ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ բարեգործություն է արել։ Այն հատվածում, այն պուրակում, որտեղ զբոսնում էին, եթե չեմ սխալվում, նաեւ նրա գումարներով է վերականգնվել։ Այն Հաջիևը, որ տարիներ շարունակ լուտանքներ է հրղել հայ ժողովրդի վրա։ Այն Հաջիևը, որ մշտապես սա է խոսնակն է Ալիևի, որ պնդում է, որ պետք է փոխել սահմանադրությունը, պետք է հանձնել այսպես կոչված անկլավները։ Այն Հաջիևը, որ հիմնավորում է 300,000-ից ավելի ադրբեջանցի Հայաստան տեղափոխելը, եւ Արմեն Գրիգորյանը, որը ծնվել է Արցախում, Արցախից է ծնված, սերված իբր թե։ Եվ սրա այդ հանդիպում ու քննարկում են արդեն Նիկոլ Փաշինյանի խոստումների կատարման ժամանակացույցը։ Շատերը չնկատեցին Հաջիևի այցը Հայաստան եւ Աքան Ֆիդանի այցը Ռուսաստան։ Սա փոխկապակցված էր ամբողջությամբ։ Աքան Ֆիդանի այցը առավելապես կապված էր կրկին Կովկասում, հատկապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ։ Առավելապես կապված էր Թրամփի միջանցք ճանապարհի մասին։ Խոսքը դրա մասին էր նաև։ Աքան Ֆիդանը իր ուժը, իր պետության ուժը ներդնում էր այդ միջանցքի լիարժեք աշխատեցման եւ միջանցքը լիարժեք բացելու համար։ Որովհետեւ շատերը մոռացակ Ամերիկայի դեպարտամենտի ղեկավարը, որ 40 րոպեով եկել էր Հայաստան, Զվարթնոց օդանավակայանում Միրզոյանի հետ ինչ պայմանագիր կնքեցին, ինչ բացվեց, ինչ տողատակներ հրապարակվեց։ Երկու հրատապ պայմանագիր կնքվեց հատկապես։ Մեկը կապված էր Թրամփի ուղու հետ, եւ երկրորդը թանկարժեք եւ հազվագյուտ մետաղների հանձնումը Միացյալ Նահանգների տիրապետությանը։ Եվ սա հանրությունը չի նկատում, որ քայլ առ քայլ Հայաստանը տանում են լիարժեք կործանման։ Ադրբեջանի ու Թուրքի տիրապետման ներքո են դնում։ Տեսեք այս պայմանագրով ստորագրված դեպարտամենտի ղեկավարի հետ Միացյալ Նահանգների երրորդ կետ էր տեղափոխվել, ներողություն կետ էր ավելացվել այնտեղ, որ այս պայմանագրով Ամերիկայի Միացյալ Նահանգներին իրավունք է վերապահում իր փայաբաժինը փոխանցել երրորդ անձի։ Եվ այդ երրորդ անձը Թուրքիան է լինելու բնականաբար։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, այո։ Եվ որևէ մեկը չի արտահայտվում այս մասին։ Եվ մեր հանրությունը դեռևս ընտրում է Նիկոլ Փաշինյան։ Սա ազգից ողբերգությունն է, սիրելի հայրենակիցներ։ Մի տեսակ արդեն կարծես թե հիասթափվում ենք ազգի այն տեսակից, որ ոնց կարող է ազգի մեջ լինել խումբ մարդկային տեսակ, որ դեռևս ընդունում է այս տեսակին, ՔՊԱ-ական տեսակին։ Ինչպես կարող են Արցախը հանձնած, 5000 զոհեր տված, Հայաստանի սահմանները թուրքերին հանձնած եւ հաջորդաբար Հայաստանը հանձնող այս իշխանություններին դեռևս սատար կանգնել։ Չենք հավատում, բայց փաստացի մենք սա ունենք, ցավոք ունենք։ Եվ սրա մեջ ավելի շատ ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն են մեղավոր, մենք բոլորս ենք մեղավոր։ Եվ հիմա հասել է նրան, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խոսնակները հայտարարում են, որ ընդդիմությանը ձայն տվողները դրանք հանցագործներ են։ Այսինքն բոլորը 100%-ով կաշառքով կաշառվել են եւ ձայն են տվել ընդդիմությանը։ Հայաստանի Հանրապետության ավելի քան 700,000 բնակչի այս անձը համարում է հանցագործ։ Դրան զուգահեռ ՔՊԱ-ական խոսնակ Ռուբեն Ռուբենյան կոչվածը հայտարարում է, որ ազգային ժողով ընդդիմադիրներին պետք է ընդունեն ոչ թե ընդդիմադիր падգամավորներ, այլ հանցագործներ, եռագլուխ օլիգարխիկ հանցագործ խմբավորման ներկայացուցիչներ։ Ազգային ժողովի падգամավորը
ազգային ժողովի փոխնախագահ նման հրապարակում է անում։ Եվ դեռևս կրկնում եմ մարդիկ կան, որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Ցավոք ունենք այդ տեսակը, ափսոսում եմ, բայց ցավոք։ Եվ հիմա մեր գործընկերները որոշել են դիմեն սահմանադրական դատարան։ Վահագն Հովակիմյանը ինչ արեց, սիրելի հայրենակիցներ։ Վահագն Հովակիմյան, որին ծնել եւ աճեցրել է Նիկոլ Փաշինյանը, որին մեծացրել, գործ է տվել, վարձատրել է Նիկոլ Փաշինյանը, որ ազգային ժողովի падգամավոր լինելու ընթացքում, եթե չեմ սխալվում, նոր ձեռք բերեց իրավաբանական դիպլոմ, չգիտեմ, Ֆեզեի քոլեջի, թե ինչ որ տեղի իրավաբանականի դիպլոմ։ Մարդը նստած չի կարողանում գրածը կարդա, բայց մի բան ֆիքսում է, չի կարող պատահի հակառակ Նիկոլի որևէ գործողություն նա կատարել։ Մենք երբեմն նայում ենք Վահագն Հովակիմյանի դեմքին, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է 7 անդամներից։ Այնտեղ Սմբատյան կա, եթե չեմ սխալվում, Հավերժ նստած է այնտեղ։ Եվ մյուսները, բայց մյուսներից ինչ պահանջում, ինչն է, որ պահանջ չունենք։ Լավ, Վահագն Հովակիմյանը հասկացանք Նիկոլի ստեղծած արարածն է, բա մյուսներն ինչ էին։ Բա մեկը չկար գոնե դեմ քվեարկեր այդ որոշմանը, ձեռնպա քվեարկեր։ Տեսեք ինչ վախի մթնոլորտ է ստեղծել Նիկոլ Փաշինյանը, վախի ու կաշառակերության մթնոլորտ։ Կամ վախեցնում է, ում չի կարողանում վախեցնել, կաշառում է, պաշտոն է տալի, փող է տալի։ Եվ այս պայմաններում ժողովրդի 700,000 քաղաքացու համարում է ընտրակաշառքով ընտրություն կատարող անձիկ։ Տեսեք, այս ընտրությունների ընթացքում քննչական հակակոռուպցիոն կոմիտեի եւ ընդհանրապես իրավապահ համակարգի կողմից ընտրական խախտումների, ընտրակաշառքի, բարեգործության անվան ներքո խոստումներ տալու, ընտրություններում կեղծիքներ կատարելու եւ այլ տարատեսակ հանցագործների վերաբերյալ հարուցվել է 125 քրեական վարույթ։ Այսինքն 125 առանձին քրեական գործ։ Այդ քրեական գործերով 250 անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանք ներգրավել են որպես մեղադրյալներ, որոնցից 230-ը ձերբակալվել է։ Այսինքն մարդուն տարել են ոստիկանության բաժին եւ անմիջապես ձերբակալել։ Տեսեք, ձերբակալել են, որից հետո հստակ տեղեկությունները դեռևս ամբողջական հրապարակված չեն, կարծում եմ գրեթե 100-ից ավել անձի նկատմամբ որպես խափանամիջոց ընտրվել է կալանավորում։ Մյուսների նկատմամբ տնային կալանք, որ ավելի շատ է կիրառվել եւ այլ խափանամիջոցներ։ Այս անձանց ձայնագրությունները դուք շատերը լսել եք։ Մարդիկ տարածքներում բնակվող, գյուղական համայնքներում բնակվող խեղճ ու կրակ ժողովուրդ, որոնց վրա սպիտակ թելերով կարել են քրեական գործեր։ Շատ դեպքերում կտեսնեք դեռևս այս 125 քրեական վարույթից 21 գործ է նոր ուղարկվել մեղադրական եզրակացությամբ դատարան։ Եվ այս քանակի պայմաններում, տեսեք, Նիկոլ Փաշինյանի պատվերի շարունակությունը, ինչպես են տարբեր ծառայություններ ջանասիրությամբ իրականացնում։ Հակակոռուպցիոն քննչական կոմիտեի ղեկավար կոչվածը օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ գրություն է հասցեագրել Արդարադատության նախարարին։ Սրբի Գալյան, եթե չեմ սխալվում։ Եվ առաջարկությունն ինչ է օրենսդրական։ Նա օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել այն առումով, որ այն քաղաքական կուսակցությունները, ովքեր ընտրությունների ընթացքում կունենան խնդիրներ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, նրանց պետք է զրկել քաղաքական գործունեությունից։ Տեսեք, մարդը որևէ լիարժեք վերլուծություն չի արել, հապշտապ օրենքի նախագիծ է ներկայացնում։ Մենք նախկինում եւս բազմաթիվ անգամ օրենսդրական նախաձեռնություններով հանդես ենք եկել, դիմել ենք դատախազություն կամ դիմել ենք արտադրության նախարարություն, բայց բավականին լուրջ վերլուծություններ ենք իրականացրել եւ առավել եւս սպասել ենք դատական վճռին, դատական ակտին, այսինքն գործով լինի վերջնական դատական ակտ։ Ինչի համար։ Որովհետեւ ոստիկանության եւ քննչական մարմինների աշխատանքի վերջնական գնահատականը լինում է դատական ակտի արդյունքում։ Որևէ դատական ակտ այս պահին չունի
հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ընդամենը 21 գործ ուղարկել է դատարան։ Եվ դատարանում հաստատապես փլուզվելու են բոլոր գործերը։ Եվ հիմնականում կայացվելու են արդարացման դատավճիռներ։ Բայց այս մարդը արդեն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Բնական է, որ դա Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է, որ օր առաջ այդպիսի նախաձեռնությամբ հանդես է գալիս հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Սա է այսօրվա ծանր վիճակը, որ մենք ունենք։ Դուք տեսեք նաև ընտրությունների ընթացքում այս վարույթների քանակը, որ ես նշեցի 125 քրեական վարույթ, 250 քրեական հետապնդող անձ, 230 ձերբակալված եւ այլն։ Սրանցից որևէ մեկը, որևէ մեկ գործ հաստատապես համոզված եղեք, որ չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանին։ Համոզված եղեք, որ ոչ մի քրեական գործ, ոչ մի անձ Նիկոլի կողմնակից ձերբակալված չի եղել, որևէ մեկը բերման չի ենթարկվել։ Այն դեպքում, երբ հստակ կաշառքի գործողություններ տեղի են ունեցել, բազմիցս ասվել է թոշակների բարձրացում այն դեպքում, երբ ասում էր թոշակառուն 10,000 դրամը չգիտի ինչ է անելու, եւ բյուջեով նախատեսված չի եղել։ Խոստումներ հարբեցող վարորդների վերաբերյալ, սիրելի հայրենակիցներ, խոստացավ, որ նրանց վարորդական իրավունքը կվերադարձնի առանց քննության։ Այսպիսի կարգ գոյություն չունի, բայց հիմա կարծես թե տեղեկություններ հրապարակվեցին, որ 50,000 դրամ մուծման արդյունքում նրանք կարող են նորից վարորդական իրավունքի վկայականները ետ վերցնել։ Թալինի քաղաքապետի ցինիկ վարքագիծը սոցիալապես անապահով անձանց դրամներ վճարելու, այնպիսի վարչական ռեսուրսի կիրառումը։ Դուք տեսեք նույնիսկ այդպիսի դիտորդական խմբեր, որ եվրոպական դիտորդական խումբներ, սրանք եւս նկատեցին դա, բայց նրբորեն սրանք անցան դրա վրայից։ Եվ անցան, որ եւ դիտեցին նույն ձևակերպում, ինչ որ Վահագն Հովակիմյան կոչվածը, որ դրանք կարող է եւ տեղի են ունեցել առանձին խախտումներ, բայց ընտրության արդյունքների վրա ազդեցություն չեն ունեցել։ Դուք տեսեք ինչպիսի ցինիզմ։ Այս երեք ընտրատեղամասի ձայները առ-ոչինչ ճանաչելու արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի անցնում սահմանային տոկոսը եւ չի անցնում ազգային ժողով։ Էլ ինչպիսի պոզով պոչով պետք է լիներ ընտրական խախտումը, որ ազդեր ընտրությունների արդյունքների վրա։ Հստակ մեկ ամբողջ կուսակցություն իր ձայները չի ունենում եւ չի անցնում։ 65 թե 80 ձայն էր պակասում, այս 2-3 ընտրատեղամասում նա կրկնակի ձայն կարող էր ունենալ, ոչ թե կարող արդեն հայտնաբերվել էր։ Բայց դա դիտեցին առ-ոչինչ եւ Բարգավաճ Հայաստանը չանցավ ազգային ժողով, չհաղթահարեց անցումային շեմը, իսկ կենտրոնական դրական հանձնաժողովը դա դիտեց, որ որևէ այդ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Մեկ վայրկյանից չկասկածեք, վաղը սահմանադրական դատարանը արձանագրելու առանձին խախտումներ եւ ձևակերպումը լինելու է նույնը, կան խախտումներ, բայց չեն ազդել ընտրության արդյունքների վրա։ Չհավատակ որևէ մեկը, որ սահմանադրական դատարանը կարող է հակառակ վճիռ կայացնել։ Այդ դատարանը կազմվել է Նիկոլ Փաշինյանի քիմքին համապատասխան, նրա առաջադրած ներկայացուցիչներով, նրա անձանցով, եւ նրանցից շատ-շատերը չեն զիջում Վահագն Հովակիմյանի կարգավիճակին Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ այդ բազմաթիվ խոստումները, դուք տեսեք Ռուսաստանի կողմից կիրառվող որոշակի սանկցիաներին, ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը բղավում է, թե մենք այնքան փող կունենանք, որ գազի թանկացումը մեր վրա չի զգացվի։ Դա նաև մենք գազ ունենք։ Դե մենք 3 ատոմակայան ունենք, գազ ունենք, սա ժողովրդին խաբեության, մանիպուլյացիա անելու կատարյալ ձևերից մեկն է։ Հիմա տեսնում եք, չէ՞ մենք ինչ սանկցիաների տակ ենք եւ այս ծաղիկի շուկան ինչ վիճակում է, ոնց է խախտում, թե իբր Եվրոպայի արդեն արտահանում, ակցիզային հարկերը բարձրանում են եւ նաեւ այս փուլում տեսնում ենք նաեւ Ռուսաստանից ինչպիսի արձագանքներ են գալիս, մինչեւ անգամ Նարիշկինի մակարդակով այս կայացած խայտարակ ընտրությունների վերաբերյալ։ Հանեցեք։ Նախ այս սանկցիաների մեխանիզմը, որ ասում ենք սանկցիա, որպես այդպեսին, որ կիրառվում է Ռուսաստանի կողմից։ Դուք տեսեք, ինչպիսի սանկցիա ուզում է կիրառի Ռուսաստանը, դա Նիկոլ Փաշինյանը այդտեղ որևէ խնդիր չունի։
Նրա համար միևնույն է ժողովուրդը հաց կուտի թե խոտ։ Նրանք 4-րդ կարգի ցորեն էին բերում ժողովրդին կերակրելու Ադրբեջանից։ Նրա համար միևնույն է գազը կթանկանա թե ոչ։ Տեսեք ակցիզային հարկ է բարձրացնում։ Վաղ այդ թոշակները, որ բարձրացրել է եթե վերցնելու։ Բժշկական սոցիալական ապահովության գումարել չկա։ Դա չի աշխատելու։ Ակցիզային հարկը թանկացրել են, բարձրացրել են, որ ծխախոտի խմիչքների առանձին տեսակների վերաբերյալ, վառելիքի հատկապես դիզվառելիքի բենզինի գազի առումով, բայց արդեն խանութներում ծխախոտի գինը արդեն այսօրվանից թանկացել է։ Լարսուն վիճակը խայտարակ վիճակում է։ Հիմա այն ժողովրդի այն հատվածը, հատկապես գյուղացիական բնակավայրերում, դուք ինքներդ ձեր մեջ չեք նայում, որ Նիկոլին ընտրելուց հետո ձեր գլխին ինչ է գալիս։ Մարդիկ իրենց գիլազը, իրենց ծիրանը արդեն լցվել է, այգիներում չեն կարողանում արտահանել։ Լրագրողները բավականին մեծ ծավալի աշխատանք են անում, գնում են գյուղեր։ Խեղճ գյուղացին կանգնած է վարկերի առաջ, չի կարողանում ծաղիկները վաճառել։ Հիմա խաբում են, թե Հոլանդիա են ուղարկում։ Պղպեղ են ուղարկել Ուկրաինա, իբր թեև Լատվիա։ Ուկրաինան հետ ուղարկեց։ Շատերը չեն հասկանում, Ուկրաինա չես կարող ուղարկել։ Ուկրաինան ինքը ուղարկեց Լեհաստան։ Հիշեք Լեհաստանի ֆերմերները ինչպիսի պատերազմ հայտարարեցին։ Ճանապարհները ամբողջությամբ փակեցին։ Ուկրաինան ինքը խնդիր ունի իր գյուղմթերքները արտահանելու, եւ հիմա Հայաստանից պետք է ընդուներ։ Տեսեք Զելինսկին Հայաստանի հարտակը օգտագործեց Ռուսաստանի նկատմամբ նման լկտի հոխորտանքներ տարածելով, բայց Հայաստանին արհամարեց մի փոքր մի երկու ֆուր պղպեղ ընդունելը։ Ժողովրդին խաբում են, թե Հոլանդիան ծաղիկներ է ընդունում Հայաստանից։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի ծաղիկների 50 եւ 70%-ը գրեթե Հոլանդիայից է ներկրվում։ Ինչպես կարող է Հոլանդիան ծաղիկներ ընդունել։ Հոլանդիան ինքը խնդիր ունի իր ծաղիկները արտահանելու գծով։ Միթե չեք հասկանում, որ Հայաստանի համար միակ ռեալ շուկան դա Ռուսաստանն է։ Եվ Ռուսաստանը այսօր հակադրվում է։ Եվ ինչի է հակադրվում։ Հակադրվում է ձեր ընտրած Նիկոլ Փաշինյանի կապիկ դիվանագիտության համար։ Նա փորձում է թռնել մեկ Ռուսաստանի, մեկ Եվրոպայի գիրկը, խաբում է Ռուսաստանին։ Եվ դրա համար դժվում է ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդը արժեք չունի։ Նա թքած ունի ժողովրդի վրա, նա ատում է հայ տեսակին եւ նրա կողմնակիցները ամբողջությամբ։ Տեսեք Ռուբին Ռուբինյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Գրիգորյան եւ այլն մյուս տեսակները։ Մի փնտրեք նրանց մեջ հայ տեսակ, խղճի զգացում, բարոյականության չափեր, չի կարելի փնտրել նրանց մեջ այդպիսի չափորոշիչներ։ Դրանք չկան նրանց մեջ։ Տեսեք նորից դատական իշխանության նկատմամբ ինչ հարձակում է գործում։ Կոռուպցիոն դատարանները ծայրահեղ ծանրաբեռնված են, ել չեն կարողանում աշխատել։ Ամեն մեկի վարույթում 20-30-ից ավել քրեական գործեր կան։ Դատավորները վախենում են գործ վարույթ ընդունել, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնում է, որ ընտրակաշառք վեցրածները պետք է դատվեն ավելի քան մինչև նոր ընտրությունները, այսինքն 5-6 տարի։ Նաև քննիչ է եւ դատախազ է եւ դատավոր արդեն պատժի չափ է սահմանում։ Հիմա խեղճ դատավորը ինչ է անելու, խեղճ բնականաբար ճակերտավոր։ Չէ որ կատարելու է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը։ Այսինքն այս գյուղական շրջանի խեղճ ու կրակ ժողովրդին, որ խաբելով, համոզելով գործերը ուղարկում են դատարան։ Դատավորը կարողանալու է վերջնական որոշում կայացնել եւ 5 կամ 6 տարի ազատազրկում նշանակել նրանց նկատմամբ որպես պատիժ։ Դուք տեսեք Նիկոլ Փաշինյանի իրավաբանության իրավունքի վերաբերյալ գնահատականը։ Նա ասում է, թե «Խի կարող է որևէ դատավոր օլիգարխին ազատի առանց կաշառքի»։ Այսինքն ինքը որպես լրագրող, որպես իր նախկինում ապրած իր ամբողջ գործունեության ընթացքում նա չի պատկերացնում, որ դատավորը կարող է մարդու նկատմամբ արդարացման դատավարություն կայացնի առանց կաշառքի։ Այդ դատավորն է ձեր վերաբերյալ է ձեր ղեկավարի այս կարծիքը։ Դուք անկախ լինելով Նիկոլ Փաշինյանին ընդունեցիք ձեզ ղեկավար։ Վճռաբեկ դատանի նախագահ գոյություն ունի։
Դատական դեպարտամենտի նախագահ գոյություն ունի, ուր է դատական համակարգի անկախության չափորոշիչը, որտեղ է դա գործում։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործելու 3 ուժերի առաջնորդների նկատմամբ։ Եվ դուք դատավորներ կալանք եք տալու։ Այսօր քննարկվում է Ռոբերտ Քոչարյանին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անձեռքելու հարցը։ Մեկ իսկ գրամ չկասկածեք, որ Վահագն Հովհաննիսյանը հանգիստ դրա տակ ստորագրելու է։ Եվ վաղը դուք ձեզանից մեկը կալանքնավորում եք իրարելու Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, մեր կողմնակիցների բոլորի նկատմամբ եւ առանց մի կաթիլ խիղճ ունենալու, որտեղ դուք ունեք ձեր մեջ վաղ սեփական կենցաղը ապահովելուց։ Բազմից եմ ասել, ձեր գործողությունները փաստաթղթավորվում եւ մնում են։ Եթե չեք կարողանում արդարադատություն իրականացնել, ապա հրաժարվեք, դուրս եկեք այդ ծանր, վտանգավոր եւ հանցավոր գործունեության շրջանակի միջից։ Հայաստանը գնում է կործանման։ Այսօր եւս Նիկոլ Փաշինյանի հետ քայլող յուրաքանչյուր անձ հանցակից է Հայաստանի կործանման համար։ Հայաստանի թրկացման համար հանցակից է։ Այն նարատիվները, որ սրանք պատտեսնում են, որ չկա այդպիսի բան, Ադրբեջանը արևմտյան Հայաստան չի ասում եւ այլն։ Ադրբեջանը ասում է արևմտյան Ադրբեջան բառակապակցությունը եւ դա շարունակելու է։ Նույն քննիչներն ու դատախազներ ձեր երեխաների տեղը գալու են դպրոցներ գնան թուրքերի երեխաները։ Թուրքը չի գալի հայի հետ ապրելու, թուրքը գալիս է հայի տեղը ապրելու։ Դուք սա վերջնականապես պետք է գիտակցեք։ Կրկնվում եմ, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները իդեմս Ռուբին Ռուբինյանի ասում են, որ ազգային ժողով մտնող անդիմադիր գործիչները որպես պատգամավորներ գնահատվելու են որպես հանցավոր խմբավորում։ Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված պատգամավորները դիտվում են հանցագործներ։ Սա նույն կոչն է, որ գողը բղավում է առաջին ավելի բարձր բռնել գողին։ Հիմա իրենք են այս նույն շարունակաբար կիրառում։ Նրանք ոչնչով իրենց մեղքը ոչ միտեղ չեն ընդունելու։ Մեղքը բարձելու են մեր գործիչների, մեր վրա եւ հայ ժողովրդի վրա։ Չէ որ իր խոսքն է, եթե ինքը սխալ է, ինքը վատ է կառավարում, եթե ինքը դավաճան է, ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է իրան ընտրել։ Այ հիմա մենք ընտրել ենք, դուք եք ընտրել, այն 700,000, 726,000 քաղաքացի, չգիտեմ որքանն էլ կեղծ է, որքանը կեղծ չի, բայց կան այդպիսի անձիկ, ոչ պակաս 200-300,000 գուցե եւ կան, դա եւ գուցե, բայց դուք եք ընտրել, եւ դուք էլ Նիկոլի հետ պատասխան եք տալու երկրի կործանման համար։ Ես եւս շնորհակալ եմ։